կիրակի է, չեմ կարծում, այսօր երեքշաբթի է, իսկ ինչու է դարպասը փակ, իսկ կարող եք բացատրել, ինչ է տեղի ունենում այստեղ, ինչու է ժողովուրդն այսքան շատ, ինչն է նրա հոզմունքի պատճառը և ինչու է փակ քաղաքի դարպասը։ Գվարդիականները մարդկանց դուրս չեն թողնում քաղաքից։ Իսկ ինչու դուրս չեն թողնում։ Որպեսզի չօգնեն այն մարդկանց, ովքեր դուրս են եկել քաղաքից դեպի երեքհասլիկների պալատը։ Ներեցեք ինձ քաղաքացուի, բայց ես ոչինչ չեմ հասկանում։ Ինչպես չեք հասկանում, միթե դուք չգիտեք, որ զինագործ Պրոսպերոն և Մարտիկ Թիբոդը ժողովրդին առաջնորդել են, որպեսզի գրահով գնան և գրավեն երեքհասլիկների պալատը։ Զինագործ Պրոսպերոն։ Այո, քաղաքացի, այո, հողապատները բարձր է, իսկ մյուս կողմում նստած են գվարդիականները, և գիտեք ինչ, նրանք ջարդելու են այն մարդկանց, ովքեր դուրս են եկել քաղաքից։ Հախեք, նրանք մտեցին զինագործ Պրոսպերոն, նրանք կմտնեն քաղաք։ Նայեք, Պրոսպերոն, նա գերի է, միլից Տիբուլը տեսնես նայել է քեզ Շտապեմ տուն։ Սավեք, վախեցրեցիք ինձ։ Դոկտոր, դա դուք եք։ Վայ, մի քիչ կամաց։ Մի րոպե, իսկ ուր է ձեր ակնոցը։ Կոտրել եք, իսկ ձեր ինքնոցը որտեղ է։ Կորցրել եք, դե արեք պատասխանեք։ Հանի մեծ որակույր բացի դրանից ես կոտրել եմ երկու կրունկներս։ Վայ, դժբախտություն։ Այսօր ավելի մեծ դժբախտություն է տեղի ունեցել, Պրոսպերոն գերի է ընկել, նրան նստեցրել են երկաթե վանդակ։ Ինչպես թե, գիտեք դոկտոր, ես սարսափելի վախեցա, փակեց լուսամեթի փեղկերը որոշեցի ոչ մի տեղ չգնալ։ Ճաշը սառը է, ծնցիկը սառը է, իսկ դուք չկաք։ Լավ, եկեք վարկեք քնելու արդեն ուշ է։ Ցանկանում եք նրանց իմանալ խռովարների ծրագրերը և նրանց անունները։ Որտեղ է նա այժմ։ Նա առայժմ գտնվում է երկաթե վանդակում։ Վանդակը գտնվում է այստեղ, Հագաժարանտուցի գազանանոցում։ Կանչեք նրան։ Բերեք Պրոսպերոին։ Թող մեր լուրերը մոտիկից տեսնեն այդ գազանին։ Ես խորհուրդ կտայի բոլորին գնալ գազանանոց, բայց այնտեղի օդը գարշահոգ հաչոց, գավաթների զնգոցի ու բույրից ավելի վատ։ Իհարկե չարժե գնալ գազանանոց։ Պրոսպերով ստուդիում։ Նա սարսափելի գլուխ ունի։ Նրա գլուխը վիթխարի է, նման է սյան խոյակի։
ինչ եք ուզում ինձանից։ Մենք ուզում ենք տեսնել քեզ։ Ես զզվում եմ ձեզ նայելուց։ Մենք կկտրենք քո գլուխը, այդպիսով կօգնենք, որ չտեսնես մեզ։ Իմ գլուխը մի հատ է, ժողովուրդն ունի 100,000, դուք չեք կարող կտրել այդ բոլորը։ Ձեր ուղեղը ճարպակալել են, դուք ձեր փորից այդ կողմ ոչինչ չեք տեսնում։ Իսկ ուրիշ ինչ պետք է տեսնեի։ Հարցրեք ձեր նախարարներին, նրանք գիտեն թե ինչ է կատարվում երկրում։ Գիտեն թե ինչպես են գյուղացի եզրից խլում նրանց ունեցածը, եւ նրանք էլ հրաժարվում են աշխատել։ Իսկ թվում է որ նա ավելորդ բաներ է ասում։ Արի, արի։ Դու մոռացել ես թե ում հետ ես ուզում։ Մենք երեք հաստրիկներս ուժեղ ենք եւ հզոր, չէ՞։ Ամեն ինչ պատկանում է մեզ։ Ես առաջին հաստրիկս տիրում եմ այն ամբողջացին, որը ծնում է մեր հողը։ Երկրորդ հաստրիկին է պատկանում ողջ քարածուխը, իսկ երրորդը նել է ողջ երկաթը։ Էդ իմասն է։ Մենք բոլորից հարուստ ենք, երկրի ամենահարուստ մարդը 100 անգամ աղքատ է մեզից։ Մենք մեր ոսկով կարող ենք գնել ինչ որ ուզում ենք։ Տարեք սրա, տարեք։ Տասնի տարի է սորեցել ժողովրդին ատեցեց եւ ձեր իշխանությանը։ Որքան եմ ես սպասել այս ժամին։ Դու կնստես քո վարտակում այնքան։ Մինչև մենք կբռնենք Մարսիկ Թիբուրին եւ երկուսին կենթարկենք մահապատժին եւ բոլորը կտեսնեն ձեր դիակները։ Տարեք սրան, վանդակ դրեք։ Գազանենով, վանդակ, խրովարա, վանդակ, վանդակ։ Տիկնիկը, իմ տիկնիկը, ինչ է պատահել։ Դա թագաժարանք տութին է լալիս։ Դա թագազանանք տութին է լալիս։ Իմ տիկնիկը, իմ հրաշալի տիկնիկը ջարդվեց։ Իմ տիկնիկը փչացրի, գվարդիականները թրերով խոխողել են իմ տիկնիկը։ Ինչ են արել։ Կոտրել են։ Ինչ գվարդիականները խոխողել են թրերով թագաժարանք տութի տիկնիկը չի կարող պատահել։ Ես նստել եմ զբոսայգում խոտի վրա, տիկնիկս է նստել էր իմ կողքին։ Մենք ուզում ենք, որ տեղի ունենա արևի խավարում, դա շատ է քաղաքրքիր է։ Երեք ես կարդացի գրքում, երբ խավարում է տեղի ունենա, ցերեկով աստղեր են երևում։ Ես գտնվում էի թագաժարանք տութից եւ նրա տիկնիկից ոչ հեռու։ Ես նստել էի արևի տակ, քիթս վեր բարձրացրած։ Իմ քթի վրա բզուկ կա։ Բզուկ։ Եվ ես կարծում եմ, որ արևի ծառագայթները կօգնեն ինձ ազատվելու այդ տգեղ բզուկից։ Եվ հանկարծ հայտնվեցին նրանք։ 12 հոգի էին։ Նրանք վրդովված խոսում էին ինչ որ բանի մասին։ Նրանցից մեկը ցույց տալով թագաժարանք տութին, ասաց. «Ահա նստել է գալուկը, մեջանում է 3 ճարպատ խոզերի գալուկը»։ Ահա, ես հասկացա դա ինչ է նշանակում։ Նրանք շրջապատեցին թագաժարանք տութին եւ ասացին. «Թագաժարանք տութի, որտեղ է ձեր սիրտը»։ Նրա սիրտը հանել են, նա պետք է մեծանա չար, անգութ, ատելությամբ լի դեպի մարդիկ։ Երբ 3 խոզուկների սատկեն, չար գալուկը կբռնի նրանց ճանապարհը։ Իսկ որտեղ է նա այժմ։ Ես չգիտեմ։ Թագաժարանք տութի վիշտը չափազանց մեծ է։ Տիկնիկը պետք է պատրաստ լինի մինչև վաղն առավոտ։ Թագաժարանք տութի վիշտը սահման չունի։ Ինչ գնով ուզում է լինի, տիկնիկը պետք է նորոգել։ Պետք է նորը գնել։ Թագաժարանք տութին ուրիշ տիկնիկ չի ուզում, նա ուզում է որ հարություն առնի հենց այդ տիկնիկ։ Բայց ով կարող է նորոգել այ։ Ես գիտեմ։ Ինչ։ Մենք մոռացել ենք, որ քաղաքում ապրում է դոկտոր Գասպարը։ Նա կարող է վերանորոգել այդ տիկնիկը։ Բրավո, բրավո։ Ինչպես ասներին հասնել, աղվեսի պոչից բռնել, շոքի դարձնել ամենքար, գիտե դոկտոր մեր Գասպար։ Սատուցի տիկնիկն է։ Սա ինչ է, ինչպես երևում է նա հիվանդ է, ամենայն հավանականությամբ պահանջվում է իմ օգնությունը, խեղճ երեխան հիվանդացել է, ասացեք, ինչով է հիվանդ այս աղջիկը, միթե դիքների տող։
Ոչ, նրա կրծքի վրա անց կա։ Դուք ուզում եք ասել, որ նրա թոքերը լավ վիճակում չեն։ Ոչ, նրա կրծքի վրա անց կա։ Խեղճ աղջիկ։ Սա աղջիկ չէ, այլ տիկնիկ։ Եթե սա տիկնիկ է, ինչի է պետք իմ ծառայությունը։ Տութի վիշտը սահման չունի, այն պետք է պատրաստ լինի մինչև վաղն առավոտ։ Այո, բայց հասկացեք, սա շատ պատասխանատու գործ է, միայն մեր գիշեր այստեղ կար ժամկետ, ես չեմ կարող խոստանալ։ Ես ես հրամանը տվեցի, մնացածը դուք գիտեք, մնաք բարով։ Ես չեմ կարող նորոգել այս տիկնիկը։ Դոկտոր, ես ձեզ վատեր եմ բերել։ Չեմ ուզում, հանի մեկ որակույր հիշեք, ես քանք եմ գնահատում իմաստուն մարդու, մութ դոկտորի և խորամանկ վարպետի իմ անունը, բացի դրանից քանք եմ գնահատում նաև իմ գլուխը, վաղն առավոտյան ես կարող եմ գործնել և մեկը և մյուսը։ Ինչպիսի դժբախտություն։ Ինձ սպասում է մի ամբողջ գիշերվա ծանր աշխատանք, ոչ ոք չպետք է խանգարի ինձ, աղմուկ չբարձրացնեք, ասեները չթխթխկացնեք, ածխալ չգցեք, հավես չկանչեք, մկներ չբռնեք, ոչ պիծաղկակաղան քաղցրավենիք և վալերյան կաթիլներ, հասկացաք։ Հասկացա։ Տարօրինակ օրեր են եկել, շատ տարօրինակ։ Ես չեմ կարող նորոգել այս տիկնիկը։ Անի մեծ որակույր։ Այո, դոկտոր։ Կար կանչեք, ես պետք է գնամ 3 հաստիկների պալատը։ 3 հաստիկների պալատը։ Այո, գործը չափազանցված է, ես չեմ կարող նորոգել այս տիկնիկը։ Когда подвал раздастся гром, когда горят огни кругом, когда блестят десятки глаз, нет никого счастливее. Ով եք դուք խանգարեցիք իմ քունը։ Ես սոկն եմ։ Սոկ, բայց ախր դուք ժառանգորդ ու տիկնիկն եք։ Ինչ տիկնիկ, ես սովորական աղջիկ եմ։ Ինչ դուք ձևացնում եք։ Ահա, արդեն լուսաբաց է և ես պետք է գնամ 3 հաստիկների պալատը տիկնիկի հետ միասին։ Իսկ ուր է տիկնիկը։ Սոկ։ Դիպուր, դու վերադարձել ես։ Այս ինչքան ես տևացել, իսկ ես քեզ անգամ չճանաչեցի։ Լսեցի, թե ինչ ասաց դոկտոր Գասպարը։ Այո, նա ասաց, որ 3 հաստիկները հրավել են ուժել թագաժրանք տութի տիկնիկը։ Նա ասում է, որ տիկնիկը փախել է կառքից և պնդում է, որ այդ տիկնիկը ես եմ։ Նա սխալվում է, դոկտոր Գասպար, համարձակում եմ ձեզ հավաստիացնել, դա տիկնիկ չէ, դա մի աղջիկ է, Վարոյի Սոկը, իմ կրկեսային աշխատանքի հավատարիմ ընկերը։ Այո, ճիշտ է ասում, ախր մենք երկուսով շատ անգամներ ենք քայլել երկաթալանի վրայով։ Ուզում ենք ասել, որ նա կենդանի աղջիկ է։ Այո, իրոք, որ ես այժմ սկսեցի պարզուշել, ախր ես նրան մի անգամ կրկեցի բառավի ծառաներից։ Նրանք ուզում էին փայտերով Ճիշտ եք հիշում, դոկտոր։ Բայց դա նշանակում է, որ ես տիկնիկը կորցրել եմ, դա նշանակում է, որ այն ինձ մոտ չէ։ Դա նշանակում է, որ դուք այն գտաք։ Ինչպես։ Դու ինձ հասկանում ես, Սոկ։ Ինձ թվում է այո։ Ուրեմն, Այո, ես պատրաստ եմ դառնալ տիկնիկ։ Դու կդառնաս տիկնիկ, այդ չէ նշանակում։ Դա նշանակում է դոկտոր Գասպար, որ Սոկը կկատարի թագաժարակ տութի տիկնիկի դերը։ Այո, այժմ հասկացա, դե ինչ ուրեմն դուք պետք է ընտրեք ձեր ցեստերից ամենագեղեցիկը։ Լավ, բարի։ Վերադարձեք որքան կարելի է շուտ, իսկ ես պետք է գնամ բանվորական թաղամասերը։ Մենք պետք է ուժերի հաշվառում կատարենք, ինձ բանվորներն է սպասում, նրանք իմացել են, որ ես կենդանի եմ, գնացինք զավակս։
ուզում եմ գիտելիքներ և շատ լավ պատկերացում առարկաների մասին։ Ահա, օրինակ այնտեղ երևում են հասմիկի թփեր, որոնք ունեն շատ գեղեցիկ, բայց վատ հիշվող լատիներեն անվանում։ Ահա, ճանապարհը, կամուրջը և ահա գվարդիականները, որոնց կողմից թռցկոտում են թիթեռնիկներ։ Սպասեք, ես ճիշտ եմ։ Ուրա! Այ դու ես տիկնիկ։ Պարոն Թագաշարան, ինչպես տեսնում եք, ես նորոգեցի ձեր տիկնիկին։ Բացի դրանից ես նրան տվեցի լիարժեք կյանք։ Տեսեք ինչ հիանալի տեսք ունի։ Շնորհակալություն դոկտոր Գասպար, ինչ երջանկություն։ Թագազարակ դուք ձեր հացուտելու ժամանակն է։ Ինչ անեմ, միթե տիկնիկները խոսում են։ Օղ, ինչ շնախոս ուշացրեցին։ Ախր ես չգիտեմ, թե իրեն ինչպես է պահում այն տիկնիկը, որ ես դրա խոխող են արել։ Լավ, գործելու ժամանակն է։ Ես այստեղ եմ։ Ես եկել եմ, քեզ
գտնես։ Արի գնանք, խոնոցում շատ լավ տեղ կա թաքնվելու։ Դե օրևս շարժվիր վեր գնաց, քեքյաթային ճամփաներով նոր արգածների։ Երեխաներ հասկացաք, ժողովուրդը վերջապես հաղթեց։ Живи в волшебном ящичке, расти в нем с каждым днем. В нем время настоящее и будущее в нем. Раскрашенные стены однажды упадут. Увидишь ты со сцены разнообразную. Дорогами ненастными покатится лазок. С танкистами, с гимнастами ты вырастешь слог. По проволоке тонкой пройдешь однажды ты над ярмаркой громкой, над гомоном толпы. Катись, волшебный ящичек, в свой дальний трудный путь. Друзья здесь настоящие.